ձեզ սիրելի արարածիներ, բարև ձեզ հարազատներ, վաղուց այսքան հարազատ դեմքեր չէի տեսել, կամո ողջույն, Մելքոնյան կամո, վաղուց ինձնից ողջ ես ուզել, սիրելի արարածիներ, նախ սրտանց ուզում եմ շնորհավորել բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, սա մեր պետության, պետականության, չգիտեմ, 600 տարի առաջ, թե ավել անկախությունը կորցնելուց հետո, եթե Կիլիկյան Հայաստանով նայենք, անկախություն ձեռք բերելու ու այդ անկախությունը հաստատելու պետականության օրն է։ Այսօր ես էլ էի նայում Հանրապետության հրապարակի շքերթը։ Սիրելի ժողովուրդ, իսկապես փառահեղ էր, աշխատանքը ինչի կատարվել էր շքերթի համար, ուսուցչի որդի լինելով ասում եմ, որ նշանակում եմ 5+, շատ լավ էր։ Ու լավն էր, որտև մեր երկրի համար էր, լավն էր, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության, հիմնական պաշտպանը Հայաստանի Հանրապետության բանակն է։ Դա միանշանակ է և դա աներկբա է։ Սիրելի ժողովուրդ, դա կրկնակի անգամ ավելի հզոր ու ավել կլիներ, եթե 2020 թվականի պատերազմից հետո, այն ինչ մենք անդադ ասում էինք, դուրս գայինք հապկից և ԵԱՏՄ-ից։ Հավատացնում եմ ձեզ, նույնիսկ հնարավոր էր, որ ջերմուկում տեղի ունեցած դեպքերը ոչ թե Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակները կանգնեցնեին, այ Հայաստանի Հանրապետության զինվորը կանգնեցներ մի բան էլ առաջ գնար։ Ինչու եմ վստահաբար այս ամեն ինչն ասում, սիրելի ժողովուրդ։ Այտիկին Ադամյանն ասաց, որ մենք ունենք A5 ծրագիր ու այդ A5 ծրագրի առաջի կետը գրված է անվտանգություն։ Այդ անվտանգության կետի առաջին հենց առաջին պարբերությունում ասվում է, որ 6 ամսվա ժամկետում դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանությունից։ Սիրելի ժողովուրդ, այսօրվա ցույց տված զինամթերքը, զինտեխնիկան, ինչը մեր պետությունը գնել է, մեր բոլորի հարկերի գնով, գնել է տարբեր երկրներից, այնպես ինչպես վարչապետն ասաց, 7 երկրից, եվրոպական երկրից, ալտերնատիվ մի երկրի չէ, շատ լավ աշխատող, դեռ բաներ կան, որ ցույց չեն տվել, ասեմ ձեզ, եւ շատ լավը։ Այդ ամեն ինչը շատ արագ կարող է ոչնչացվել, եթե դու չունես հակաօդային պաշտպանություն։ Նախորդ պատերազմից առաջ էլ մենք ունեինք S-300 հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք 300 կիլոմետր հեռավորության վրա են թռնում, որոնք արագ թռչող ինքնաթիռների ու հրթիռների համար են, բայց 3 օրվա մեջ $100,000 արժողությամբ կամ $150,000 արժողությամբ բայրակտարները դրանք վերածեցին մետաղի ջարտոնի։ Իսկ դրանք միլիոնից ավել արժեք ունեցող հրթիռներ էին։ Հիմա նույն կերպ մեզ հակաօդային պաշտպանության շատ լավ սարքեր են պետք։ Այն մարդիկ, ովքեր ուշադիր նայել են շքերթին, կասեն, որ ամենակարճ հատվածը, որ անցավ, հակաօդային պաշտպանության հատվածն էր։ Ամենակարճ հատվածը զենքերի, որ ցույց տվեցին, հակաօդային պաշտպանության հատվածն էր։ Ինչու է կարճ, սիրելի ժողովուրդ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միասնական հակաօդային պաշտպանության համակարգում է գտնվում Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համար որևէ զենք տալը կամ որևէ զենք վաճառելը նշանակում է, որ դա վաճառում ես նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Որովհետև համատեղ է, այն ինչ մերն է, նայել իրենցն է։ Սիրելի ժողովուրդ, այսօրվա աշխարհում ամենապահանջարկվածը հակաօդային պաշտպանության սարքերն են, որոնք շատ լավերն ունի Իսրայելը, ունի Միացյալ Նահանգները, նաև ֆրանսիացիներն ունեն շատ լավը, եւ դրանք համարվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, եւ որևէ մեկը չի տա մեզ այդ տեխնոլոգիան, երբ որ մենք ռուսների հետ ենք, որովհետեւ այդ կնշանակի, որ տվել է ռուսներին։ Հետևաբար, քանի մենք դուրս չենք եկել միասնական հակաօդային պաշտպանության համակարգից, մենք խնդիր ենք ունենալու, ինչքան էլ զենք առնենք։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե մենք հապկից դուրս եկած լինեինք 2020 թվականին, 2022 թվականին այս զենքերի մի ահռելի քանակ մենք արդեն գնաց կլինեինք։
Ես ես վստահեցնում եմ, որ հիմա էլ հապկից դուրս գալու, եթե հապկից դուրս գանք, մեզ շատ ավելի շատ երկրներ ու շատ ավելի առաջադեմ զենք ու շատ ավելի մեծ քանակով կառաջարկեն։ Հիմա խնդիրն ինչու՞մն է։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են բալանսավորման քաղաքականություն, որ մեր կախվածությունը այն ինչ ունենք Ռուսաստանից, այդ կախվածությունը ստիպում է իրենց լինել ավելի զգուշավոր, ինչը շատ ընկալելի է, շատ հասկանալի է։ Պետության ու պետականության պատասխանատվությունը գերկարևոր բան է։ Բայց սիրելի ժողովուրդ, մեր երկրում, ազգային ժողովում ներկայացված չէ քաղաքական կուսակցություն, ով ամեն օր կասի, որ գիտեք ինչ, պետք է այդ հապկից դուրս գալ, պետք է միասնական հակաօդային պաշտպանությունից դուրս գալ, պետք է նոր տեխնոլոգիական զենք ու սպառազինություն գնել Եվրոպայից, ՆԱՏՕ-ից, պետք է Հայաստանի Հանրապետության բանակը հարմարեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում այսօր բալանսավորողներ են հանձինս իշխանության, որ փորձում են բոլորի հետ լավ լինել եւ ռուսամետներ։ Եվ ամբողջ կռիվը այդ բալանսավորողներ ու ռուսամետ դաշտում է, որտեղ այդ ռուսամետները այս մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված մեզ ձգում են տանեն դեպի Ռուսաստան, Բելարուս միություն։ Ու իրենք են Ռուսաստանին ասում, թե ինչեր արեք, որ հայ ժողովուրդը հանկարծ Նիկոլին չընտրի։ Օրինակ ասեմ, 4 օր առաջ Ռոբերտ Քոչյանը խոսեց մի ելույթում ասաց, այ հիմա կատնամթերքից հետո արգելելու են ելակը, հետո կարգել են գազը, հետո կարգել են եւ այլ ու սկսեց թվարկել։ Հաջորդ օրը արգելեցին ելակը։ Չգիտեմ ինքը ասեց, թե իրան արդեն ասել էին, բայց այստեղից պատվեր է գնում, այնտեղից պատվերը կատարում են, ու կատարում են ինչի համար։ Կատարում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխվի, որովհետեւ այլ տարբերակ Հայաստանը նորից հետ դեպի Ռուսաստան տանելու չկա, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները թեկուզ դանդաղ, բայց այս կարգի սպառազինություն են գնել, թեկուզ դանդաղ, բայց դեպի արևմուտք քայլեր են անում։ Դրա համար մենք մեզ ինչ եկվետալ պետք, սիրելի ժողովուրդ, որ այդ քայլերը լինեն ավելի ինտենսիվ, որ այդ քայլերը լինեն ավելի արագ, որ մենք կարողանանք ավելի լավ սպառազինվել, որ մենք կարողանանք դրսից ավելի շատ ներդրումներ բերել։ Եղբայրս Վազգենը ինչի գրած պաշտպանության նախարարությունից գնաց վարչապետ, ինչի մտավ քաղաքականություն։ Ինքը ասել էր իր պիկին, ինքը կարող էր վայելել իր հաղթանակի պտուղները, պաշտպանության նախարարի պաշտոնում ինքը լինելու էր այդ երկրի համար մեկ հարգված մարդ, ով ուզում էր վարչապետ լիներ, ով ուզում էր նախագահ լիներ, իր հետ էին հաշվի նստելու։ Եթե չասեմ, որ այդ ժամանակվա երկրապահներ ցանկացած կուսակցությունից ուժեղ էր ու ազդեցիկ, բայց Վազգենը գնաց։ Ընդ որում, 2 ամիս համոզելով Կարեն Դեմիրճյանին, որպեսզի այդ ընտրությունները լինեն ժողովրդավար, որպեսզի ժողովրդի կամքով ընտրված լինեն, իսկապես խնդրելով։ Եվ 99 թվականի ընտրությունները ժողովրդավար ու արդար ընտրություններ էին։ Եվ դա լրացուցիչ ուժ տվեց եղբորս Վազգենին։ Ու Վազգենն ինչ էր ասում, ասում էր Հայաստանի Հանրապետության բանակը առաջ է ընկել Հայաստանի Հանրապետության տնտեսությունից։ Մեր տնտեսությունը չի հասցնում սպառազինել մեր բանակը։ Վազգենի չկա ելույթ, որում ինքը չասի, պատերազմը դեռ ավարտված չէ։ Չկա այդպիսի ելույթ։ Ինքը ցանկացած ելույթում ասում է պատերազմը դեռ ավարտված չէ։ Ասում է այս պատերազմը շատ արագ, մեծ արագությունների պատերազմ է։ Մեկ օրում կարող են հասնել մայրաքաղաքներ։ Վազգենը հասկանում էր, որ Ադրբեջանի տնտեսությունը զարգանալով կարող է առաջ անցնել, կարող է նոր սպառազինություն գնել ու այդ պատերազմը ինչ որ հաղթել էինք պարտվենք։ Ու դրա համար ինքը համաձայնվեց ու գնաց դարձավ վարչապետ։ Հիմա սիրելի ժողովուրդ, մեր խնդիրը նորից նույնն է ու միանշանակ նույնն է։ Այս պարտությունից հետո մենք կարող ենք հաղթել Ադրբեջանին, կարող ենք հաղթել առանց արյունի, առանց պատերազմ հայտարարելու, աշխարհի համար ընկալելի ու ցիվիլ տարբերակով, տնտեսական, մրցակցության տարբերակով։ Սիրելի ժողովուրդ, Ադրբեջանի տնտեսությունը հետընթաց է ապրում։ Ադրբեջանի տնտեսության մեջ 83% գազն ու նավթն են։ 2023 թվականից 2025 թվականը գազի ու նավթի ընդերքից հանման եւ վաճառքի քանակները Ադրբեջանը պակասեցրել է 20%-ով։ Հարց է առաջանում ինչի։
Չէ որ գազի ու նավթի պահանջարկը շատ մեծ է, չէ որ աշխարհում գները թանկ են, շատ բարձ ժողովուրդ ջան։ Ադրբեջանցիները հաշվել գիտեն, իհարկե փողել սիրում է Իլհամ Ալիևը, չեն հանել շատ բարձ պատճառով, որովհետև այն հանքավայրերը գազի ու նավթի ինչ իրենք ունեն ու այսօր շահագործում են, այդ հանքավայրերն ավարտվում են։ Նոր հանքավայրերի պաշարները հաստատված չեն, դեր ներդրումներ անողները չկան։ Դրա համար էլ պակաս են անել։ Այս փուլում մենք առաջընթացի ահռելի հնարավորություն ունենք։ Ու ամենամեծ հնարավորությունը այդ փուլի։ Սիրելի ժողովուրդ, ինչքան էլ զարմանալի է, ինչքան էլ մեր ժողովուրդը մատերի արանքով է տալիս, այդ հնարավորությունը մեզ տալիս է Թրիպը։ Այդ Թրամփի ճանապարհ հանուն խաղաղության։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում առաջիններից մեկը ու անընդհատ որ կրկնել եմ, որ այդ ճանապարհը առաջին հերթին էներգակիրներ տեղափոխելու համար է եսը։ Ես միշտ ասել եմ, բացի ինձնից որևէ մեկը չի ասում այդ, որ այդ ճանապարհը Թրիփը արվում է մի բանի համար, որ Թուրքմենիայում հայտնաբերել են գազի մինչև 5 միլիարդ խորանարդ մետր գազի քանակություն, բնական գազի քանակություն ունեցող հանքավայր, որի անունը Գալկանիշ է։ Այս Գալկանիշի հանքավայրի գազը ուզում են հանել եւ տեղափոխել դեպի Եվրոպա։ Եվ այդ տեղափոխելու համար ուզում են, որ այդ գազամուղը շրջանցի Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը չի ուզում, որ թուրքմենական գազը հասնի Եվրոպա, որտեղ ինքն էլ գազ ունի, ու այդ իրեն ալտերնատիվ է գնալու, հետևաբար պիտի գնա մի ուրիշ տեղով, ոչ Ռուսաստանով։ Եվ պիտի շրջանցի Իրանը, որտեղ Իրանն էլ սեփական գազ ունի, եւ ինքը չի ուզի, որ թուրքմենական գազը մտնի շուկա ու իր գազի գինը թանկանա։ Դրա համար այդ ճանապարհն անցնելու է Հայաստանով։ Գալիս է մտնելու է Ադրբեջան, Կասպիցով, մտնի Հայաստան, Հայաստանից մտնի Նախիջևանով ու այդպես գնա Թուրքիայով մինչև Եվրոպա, մտնի Բուլղարիայով, այդպես գնա։ Սիրելի ժողովուրդ, այսօր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ մամուլի ասուլիս էր տալիս, երբ որ իրեն հարց տվեցին այդ, որ ռուսներն ասում են, այս կանենք, կպատժենք, գազը կփակենք, ջուրը կփակենք, չթվարկեմ, Արտաշես Մամիկոնիչի ասած այդ տանկը, որ այս քանի տարի է լսում ենք, այդ չարի վերջի կկույի նման, էլի, հենց Հայաստանը ձակ է անում, այդ Ռուսաստանը կացինը վերցրած գալիս է, ասում է սարնիմն է։ Հիմա սիրելի ժողովուրդ, այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության վարչապետն ասաց, որ այդ ճանապարհով անցնող էներգոկիրները այնքան հնարավորություն են բարձելու Հայաստանի առաջ, որ մենք այլևս երբեք որևէ պարագայում միայն մի վաճառողից կախված չենք լինելու։ Այսինքն այն ինչ ես 3 տարի ասում եմ, ավել 4 տարի, 2021 թվականից ասում եմ, այն ինչ ես 4 տարի ասում եմ, այսօր հենց վարչապետի բարձրաձայնելով դարձավ, որ դա իրական է իսկապես։ Ու եթե հաշվի առնենք, որ ես այդ բաներն ասում եմ առանց ինֆորմացիա ունենալու, ուղղակի նյութերը կարդալով ու վերլուծություն անելով, այդ նաև եւս մի պատրվակ է դառնում, որ դուք քվեարկեք մեր օգտին։ Որովհետև իմ կյանքի անցած, քաղաքական կյանքի անցած այս փորձառությունը բերել է այն հնարավորության, որ այդ փոփոխությունների տեղաշարժից արդեն կարողանում ես վերլուծել, թե ինչ տեղի կունենա։ Սիրելի ժողովուրդ, երեկ ես Իջևանում էի։ Իջևան, հետո Ալավերդի, հետո Նոյեմբերյան, Դիլիջանում էլ էլի ազգականներ ունենք, մեզ լավ ընդունեցին։ Ինչ է ասեցի Իջևան։ Իջևանում շատ ջերմ էին ինձ ընդունում, շատ ջերմ։ Մարդիկ հյուր էին հրավիրում, որևէ մարդ չեղավ, որ բուկլետը չվերցներ։ Մարդիկ նույնիսկ կային, որոնք գյուղից իջել էին, եկել էին հատուկ հանդիպելու համար ու հետը զրուցելու։ Ու երբ որ զրուցում էին ու հյուր էին հրավիրում, ասում էին, գիտես ինչ, 2 մարդ խոստովանեցին, ասացին քո ելույթները ավելի շատ ենք լսում ու քո տեսակետներով ավելի շատ ենք եզրակացություն անում, քան վարչապետին, բայց մեկը վարչապետին ենք տալու։ Մեկը Նիկոլ Փաշինյանին ենք տալու, որովհետև ինքը իջևանցի է, ասել ասացի ճիշտ եք անելու։ Ես հարգում եմ այն մոտեցումը, որ մարդիկ տեղական իրենց կապերով, մարդկային կապերով, ազգությամբ, ծննդավայրով նաև այդ առումով քվեարկություն են անում։ Ու դա մեր ազգի տրադիցիոն,
մեր ազգի ունեցած այդ տրադիցիոն բնավորության գծերից մեկն է, որը միանշանակ արժի հարգել։ Հետևաբար նաև այդ տեսանկյունից ելնելով, սիրելի ժողովուրդ, ես արարածի եմ, ես այստեղ աշխատել եմ, ես գործանին տնօրեն եմ եղել, այստեղ մեծացել եմ, այս տեխնիկումում դասավանդել եմ։ Այստեղ իսկապես թասիբի հարց է։ Թող Իջևանում Նիկոլ Փաշինյանին տան, դուք այստեղ տվեք Արամ Սարգսյանին։ Ու հավատացեք, միանշանակ հավատացեք, որ դա քաղաքացիական պայմանագրին ու Նիկոլ Փաշինյանին էլ է ձեռնատու լինելու, որովհետև մեր ներկայությունը այդ ազգային ժողովում, սիրելի ժողովուրդ, փոփոխելու է այդ ազգային ժողովի նկարագիրը, միանշանակ փոխելու է, ժողովուրդ ջան։ Մենք այդ ազգային ժողով գնում ենք տնտեսական ծրագրերով։ Ես կարող եմ ջրի ծրագրերից խոսել, ես կարող եմ խոսել մետաղական հանքավայրերի ծրագրերից, ես կարող եմ խոսել պերլիտից, բազալտաթելից, հավանաբար ով հետևել է գիտի։ Մենք այդ բոլոր ծրագրերը տանում ենք ազգային ժողով, մենք գնում ենք այդ ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություններ տանելու։ Մենք այդ հողատու, դավաճան, այս կռիվը չենք անելու, սիրելի ժողովուրդ։ Մենք գնում ենք այդ ազգային ժողովում չաշխատող, ոչինչ չանող ընդդիմությանը փոխելու։ Այ մենք դրա համար ենք գնում ազգային ժողով։ Եվ երկրորդ, սիրելի ժողովուրդ։ Տեսեք, եթե հիշում եք Հայաստանի Հանրապետության սահմաններին դադարեցին պրովոկացիաներ անել ու կրակել, երբ եվրոդիտորդներն եկան ու սահմաններին կանգնեցին։ Այսինքն եվրոպացիները օգնեցին, որ երասխում չկրակեն, հիշում եք երկու զոհ ունեցանք։ Դրա հենց եկան արդեն դադարեց երասխում կրակելը։ Հիշում եք Վարդենիսում կրակում էին ամեն օր։ Վերին թաղ, ներքին թաղը Սյունիքի հիշում եք ինչ պատմություններ էր։ Եվրոդիտորդներն եկան, այդ կանգնեց։ Դրանից հետո Ջերմուկի դեպքերը 22 թվականին ասացի, որ նաև իշխանությունը խոստովանեց, որ ամերիկյան միջամտության արդյունքում է եղել, որ պատերազմը դադարեցվել է։ Դրանից հետո 2023 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին բռնի տեղահանում էին, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հավեսի էին ընկել, նոյեմբերի 8-ի բոլոր 8 կետերը չէին կատարել ու ասում էին 9-րդ կետը պիտի կատարվի։ Ու Ալիևն էլ հասավ նրան, որ ասաց, եթե այդ 9-րդ կետը չկատարեք ու ճանապարհը չտաք, ես այն կբացեմ երկաթե բռունցքով։ Ու դրանից հետո ով կանգնեցրեց, սիրելի ժողովուրդ։ Ես ես հիշեցնեմ, դրանից հետո Միացյալ Նահանգների փոխպետ քարտուղար Օբրայենը հայտարարություն արեց։ Բառացի եմ այդ հայտարարությունն ասում։ Ասաց, եթե դուք փորձեք խնդիրը լուծել ուժային ճանապարհով, Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքակազմը։ Բառացի ոչ մի բան չթողեց, ես կան բան ասել։ Ու դրանից հետո Թուրքիան ասեց, ով չէ, մենք դες բան չունենք, մենք այդ բանը չենք ասում, Ռուսաստանն ասեց կարելի է թեման խոսել ու միանգամից կողք կանգնեցին։ 2025 թվականին արդեն Թրամփի հովանի ներքո ստորագրվեց թրիպը, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Եվ Փարք-Աստծո եւ Սատանայի ականջը խուլ ալը դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմաններին զինվոր չի զոհվել, զինվոր չի վիրավորվել։ Այն դեպքում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր սահմաններին պատերազմը չկանգնեց, այն որ Պուտինի հովանու ներքո էր։ Ու հիմի կան մարդիկ, որը ասում են, գիտեք ինչ, այս խաղաղությունը արժանապատիվ խաղաղություն չի, որպեսզի արժանապատիվ խաղաղություն լինի, պիտի մենք կարողանանք լրացուցիչ երաշխավորներ բերել, ու այդ երաշխավորը առաջին հերթին Պուտինն է, չէ, որովհետև մենք տեսել ենք, որ Պուտինն ասում է, այս մարդուն ինչի չեք գրանցում։ Մենք տեսնում ենք, չէ, որ այդ Պուտինն է Ռոբերտ Քոչարյանի ասելուց հետո կամ իր թիմն է ասում ելակի վրա կամ ելակի մեջ ինչ-որ թունավոր բան ենք գտել, կամ ջերմուկի մեջ ինչ-որ բան ենք գտել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում գործող այդ ռուսական ազդեցության կուսակցությունները, որոնց եռագլուխ են ասում, ես ասում եմ դրանք եռագլուխ չեն, իրենք շատ են, սիրելի ժողովուրդ։ Ու տեսակ այս ընթացքում բացվեց նաև Թաթոյանը, էլի են բացվելու։ Այդ Արտուր Բաղդասարյանի դեմքով տեսակներ կան, նույնիսկ Արևմտյան դաշտում բացվելու է, դեմքը բացվելու է, բայց ես մի բան եմ ասում, որով կարող եք տարբերել։ Տեսեք, սիրելի ժողովուրդ,
Մենք լրիվ արևմտյան արժեքներ կրող կուսակցություն ենք։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պիտի իր քաղաքական վեկտորը տեղափոխի դեպի արևմուտք։ Քաղաքացիական պայմանագիրը բալանսավորման կողմնակից է, բայց մենք բոլորիդ առաջ, բոլորիդ աչքերին անկեղծ նայելով ասում ենք, որ եթե այս ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտանք այդ ռուսապատակ իշխանությունները գան իշխանության, թույլ չենք տալու, այնպես ինչպես Երևանում թույլ չենք տվել։ Թույլ չենք տալու, մենք կոալիցիա կազմելու ենք։ Եթե նման խնդիր առաջանա, անկախ գաղափարական տարբերություններից, մենք քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմենք ու թույլ չենք տա, որ իրանք գան իշխանության։ Ու նայեք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի քաղաքական դաշտում մասնակցող այդ 18 արդեն կուսակցություններից, ՎԿՊ-ին հանած, 17 կուսակցություններից միայն մենք ենք դա ասում։ Միայն մենք ենք դա ասում։ Մնացածները ովքեր չեն ասում, ովքեր դա չեն ասում, այդ կասկածելի է, ու ասեմ ինչու է կասկածելի, որովհետև 2021 թվականի ընտրություններին, երբ որ պատերազմից հետո էլ ու Ռոբերտ Քոչյանը այն հույսին էր, որ հաղթելու էր, որ միավորված միտինգներ էին անում եւ այլը, Ռուսաստանում էլի սխեմային մշակել Հայաստանի դեմ, Հայաստանում իշխանությունը փոխելու։ Ու այդ ժամանակվա սխեման մի տարբերակ ուներ, անունը կոչվում էր կոնսենսուս -1, մշակված ծրագիր, մի ամբողջ թիմի։ Այդ կոնսենսուս -1-ի տարբերակը Հայաստանում բարձրաձայնեց Ռոբերտ Քոչյանը, ինչը նշանակում էր հետևյալ բանը. Հայաստանի բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում են ընտրություններին, պիտի դեմ լինեն պատերազմում պարտված կուսակցության ու նրա ղեկավարին, այսինքն պատերազմի ամբողջ մեղքը բարթել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա եւ նրա լիդեր Նիկոլ Փաշինյանի վրա։ Դա տարբերակ էր, որով իրենք կարող էին հաղթել։ Ես միանգամից հենց այդ ժամանակից հայտարարեցի, որ կոնսենսուս -1 թույլ չեմ տալու։ Սիրելի ժողովուրդ, այսօր էլ իրենք կոնսենսուս -1 են ուզում անել։ Իրենք պահանջում են մնացած բոլոր կուսակցություններից լեզու են գտնում, էլի։ Որ այդ կուսակցությունները հայտարարեն, որ որևէ պարագայում ԿՊ-ին չեն միանալու։ Այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ չեն միանալու, սիրելի ժողովուրդ, իրենք կամ ռուսական նախագիծ են, կամ Ռուսաստանից փող են վերցրել, կամ առանց հասկանալու են այդ անում, ինչով շատ ավելի վտանգավոր են։ Որտեղ վատ է, որ քաղաքականության մեջ են ու չեն հասկանում ու օտարի ձեռքին գործիք են դարձել։ Որովհետև այդ կոնսենսուս -1-ը Ռուսաստանի միակ մեխանիզմն է, որ բոլորին միավորելով մեկի դեմ հանի, ու եթե ընտրություններում չհաջողի, հետընտրականով հանի։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, մեր ազգային ժողովում լինելը, մեր այս ընտրություններում լավ քվե հավաքելը գերկարևոր նշանակություն ունի։ Ասեմ նաև խոսքս ավարտելով, սիրելի ժողովուրդ, որ դա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Մեծամտություն չհամարեք, գլուխգովանության համար չի, ոչ էլ իմ թիմին գովաբանելու համար եմ ես ասում։ Զուտ վերլուծություն։ Սիրելի ժողովուրդ, ես շատ շփվում եմ եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտական կորպուսի կամ Հայաստան եկած հյուրերի հետ։ Ինչ ուզում եք ասեք, ասածը մի կողմ, իրենք այդ գրում են։ Եվրոպացիները ու ամերիկացիները պետությունների ցանկությունները գնահատում են այդ պետության մեջ ապրող մարդկանց ցանկություններով։ Իրենք միշտ Իրաք է կանգնում են ժողովրդի կողքին։ Իրան է կանգնում են ժողովրդի կողքին, այսինքն ժողովրդի տեսակետն է։ Իսկ ժողովուրդը ինչպես է իր տեսակետը հայտնում։ Ժողովուրդը իր տեսակետը հայտնում է քվեարկությունով, ընտրություններով։ Եթե Եվրոպայի ու Միացյալ Նահանգների քաղաքական թևերը այդ հանրությունը տեսնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով ազգային ժողով է բերել արևմտյան արժեքներ կրող կուսակցություն, ինքը համոզվում է, որ հայ մարդն է արդեն ընտրություն կատարել դեպի ժողովրդավար աշխարհ գնալու։ Այսինքն իրանց համար ապացույցը դա է, որ այո, հայ մարդը ուզում է քաղաքակիրթ աշխարհի ընտանիքում լինել։ Ու դրանից հետո ամեն ինչ շատ արագանալու է, ժողովուրդ ջան։ Զենք տալն էլ է ավելանալու, այդ ազատ վիզային ռեժիմը ինչից խոսում ենք այսքան, արդեն երկրորդ տարին է, շատ արագ 6 ամսում է տեղի ունենալու։
Ներդրում այն են ծրագրերը, ինչը արևմուտքը բերում է, դրանք շատ արագանալու են, որտեղ համոզվելու են, որ եթե երկիրը վերցրել է այդ ուղղությունը, դեպի քաղաքակիրթ աշխարհի ուղղությունը, հետևաբար իր դատական համակարգն էլ կարգի կգա, հետևաբար այդ երկրում իր շահերը պաշտպանող քաղաքական ուժեր էլ կլինեն։ Եվ այդ առումով նաև մեր ներկայությունը, սիրելի ժողովուրդ, գերկարևոր է դառնալու։ Հետևաբար, սիրելի արարածիներ ջան, այստեղ կանգնածների բոլորին ճանաչում եմ, եւ գիտեմ, որ այստեղ կանգնածները միանշանակ ինձ են քվեարկելու ու այս խոսակցությունը ձեր համար չի։ Այս խոսակցությունը ձեզ ասում էի, ու այստեղ պատմում էի, որ դուք այս ասած հիմքերը, ինչը ես ներկայացնում եմ, ասեք ձեր կողքի մարդկանց։ Եթե ձեզանից յուրաքանչյուրը, այստեղ կանգնածները, բացի ձեզանից, այր հեռախոսի մեջ ման գա ու եւս 7 մարդ գտնի, ում կարող է ասել, որ օգոստոսի 7-ին գնա ընտրատեղամաս ունտրի թիվ 11-ին Հանրապետություն կուսակցությանը, ապա վստահեցնում եմ ձեզ, Արարատում մենք կհաղթենք։ Մենք կհաղթենք բոլորին։ Հետևաբար կոչ եմ անում ձեզ նման մոտեցում ցուցաբերել։ Կոչ եմ անում ձեզ Արարատում լավ քվե տալ, որովհետև ձեր տված քվեն հարգանքի կարժանանա նույնիսկ մեզ հակառակ թիմերի կողմից։ Ի նկատի ունեմ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Եթե Արարատում քվեն տվել են Արամ Սարգսյանին, իրենք ասելու են լավ են արել, իրենց հայրենակիցն է տվել են։ Եթե քվեն տալիս եք ուրիշ տեղ, դուք այդ տեսել եք, չէ՞, գործարանում։ Նախորդ ընտրությանը ինչ էր ասել Գագիկ Ծառուկյանն, ասել էր գոնե Արամ Սարգսյանին տված լինեիք, էլի ասեի, որ տեղացու է տվել։ Այսինքն այդ տեղային մոտեցումը, տեղի մարդուն, տեղի տղային, տեղացուն հարգելը, ու այդ հարգանքի հենքի վրա քվեարկություն անելը հարգվելու է բոլորի կողմից։ Առավել եւս, որ սիրելի ժողովուրդ, վստահեցնում եմ ձեզ, որ ես եղբորիցս հետո ուրիշ այլ նպատակ չեմ ունեցել, բացարձակ այլ նպատակ չեմ ունեցել, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, նրա անկախությունը գերակա դարձնելը։ Դուք շատ լավ գիտեք, ես 3 անգամ պատգամավոր եմ ընտրվել, 2 անգամ հրաժարվել եմ մանդատից։ Ես 11 համարին քվեարկելը իմ պատգամավոր դառնալու համար չեմ ուզում։ Հավատացեք ինձ, բացարձակ այդ պատգամավորի պաշտոնը չի, որ հետաքրքրում են։ Առավել եւս այսօրվա իմ ունեցած կապերը, ինչ ես ունեմ գործող իշխանության ու այնտեղի տարբեր թևերի հետ, ընկերական են դեռ ելքդաշինքից։ Խնդիրը դրանում չի, իմ համար, իմ ազնականի համար, իմ ընտանիքի համար խնդիր լուծելը իմ համար այսօր էլ բար չի, վաղն էլ բար չի լինելու։ Ես այդ խնդիրը ուզում եմ լուծել այս երկրի համար, որտեղ ինքն է այդ ասել, ժողովուրդ ջան։ Վազգենի ամենաշատ դիտված տեսանյութը դա է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է։ Բացարձակ արժեք է։ Վազգենի ընկերները, ովքեր Վազգենից հետո եկան, իսկ մենակ թողեցին։ Իրանք արժեք համարեցին այդ պագոնները ստանալը, հանրապետական կուսակցությունը պաշտոնները ստանալը, դատավարությունն էլ մոռացան, որ ոչինչ 120 հոգի չի հարցաքննում, մեկ է մեր նախագահն է Ռոբերտ Քոչարյանը, զգաս կանգնեցին կողքը։ Հասկանում եք, իրենք այդ ուղղությունը մտածելու բան ունի, բայց այն տղեկը, այն երկրապահ տղեկը, այն տղեկ, ովքեր Վազգենի հետ ճանապարհ են անցել, տղեկ ջան, եթե դուք Վազգենին հարգում եք, դուք այդ Վազգենի հետ ճանապարհն անցել եք, դուք պիտի հարգեք Վազգենի գաղափարը, դուք պիտի փորձեք Վազգենի ասածը իրականություն դարձնել ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու անկախությունը գերակա արժեք դարձնել։ Ու այդ պարագայում ես ձեր ախպերն եմ։ Մենք սիրելի ժողովուրդ, այս երկրի ամենափորձված կուսակցությունն ենք։ 2021 թվականից քաղաքականության մեջ ենք։ Մենք նորը չենք։ Որ գաս մտնես ազգային ժողով, հետո պարզվի, որ դու արևմտամետ էիր, մեկ էլ պահ դարձավ ակնհայտ ռուսամետ Պատրուշևի ընկերը։ Այս օրինակ Արտուր Բաղդասարյանն էր։ Սկսել էր քաղաքականությունը լրիվ ֆրանսիական համատեքստում, ֆրանսիական համալսարան եւ այլը, վերջում պարզվեց, որ Պատրուշևի ընկերն է։ Ու իմացեք, այդպիսի Արտուր Բաղդասարյաններ էլի կան։ Այդ նախկին ՄԻՊ մարդու իրավունքների պաշտպանը, որ 900 միլիոն գումար է ծախսել
այս ընտրարշավի վրա, այնքա այդ Արտուր Բաղդասարյան տեսակներ, ով իրենք վեր տալու, հետո փոշմանելու էր։ Սիրելի ժողովուրդ, ոչ եմ անում ձեզ, շատ լուրջ ու խորը մտածեք քվետալու առաջ։